Partիրոջը սերներ այսօր խոսալու եմ ծառայել Աստծուն։ Այդպես ենք վերնագրել, ծառայել Աստծուն։ Ցելի Աստծո ժողովուրդ ասեմ, այս երկրի վրա այլ ընտրանք չկա։ Եթե Աստծուն չես ծառայում, ծառայելու ես ին մարդուդ, ծառայելու ես աշխարհին, միջանկյալը չկա։ Գիտեք, Հիսուսին աշակերտները, հрьяաները ասում էին, մենք Աբրահամի զավակ ենք։ Ասեց, եթե Աբրահամի զավակը լինեք, ինձ խոսքը չեք ոտնատակ տա։ Լսում եք ինչ եմ ասում, հետո ասում են, դե մենք սատանայի հետ կապ չունենք, չարի հետ կապ չունենք, ասեց, եթե Աստծո որդի ես, ուրեմն չարի ծառայես։ Գիտեք, Հիսուսն էր ասում, եթե Աստծո զավակ ես, ուրեմն դու ծառայում ես խավարին։ Իսկ ասма ծառան մի օր դուրս է շպրտվելու, բայց զավակները ժառանգելու են արքայությունը։ Մենք համ զավակ ենք, համ մենք սիրուց դրդված ենք ծառայում Աստծուն։ Դուք այստեղ եք, որտեղ դա արտոնություն է։ Իմիջիայլոց ասեմ, աշխարհում մեծ արտոնությունը իմ աղբերս է, մեծ աղբերս է։ Կամ աղբերս է։ Իսկ գիտեք Աստծո խոսքում արտոնությունը որն է, ես Քրիստոսի ծառա եմ։ Գիտեք, Հիսուսը մարմնավոր եղբայրներ ուներ։ Հովհաննես, Հակոբոս։ Գիտեք ինչ են իրանք ասում Հակոբոս, ասում է ես Քրիստոսի ծառաս։ Չի բարձր որ եղբայրն ա եղել։ Ասում է ես Քրիստոսի ծառան եմ։ Դա ավելի բարձր արտոնություն է, քան թե մեր աղբերն է, մեր եղբայրն է։ Եղբայրը շատ լավ է։ Քրիստոսը մեր ավագ եղբայրն է, բայց ավելի մեծ արտոնություն է ծառայել Աստծուն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Սերներ ասեմ, մանկությունը, երբ որ Աստված քեզ ոչ մի բան չի վստահում, դա մանկություն է։ Մանուկներին ճաշն են տալիս, հագուստն են տալիս, փողերի տեղը չեն ասում։ Մանուկներին տաղանդների մասին դեռ կրթում են, չեն վստահում ոչ մի բան։ Մանուկների անունով տուն չի տրվում, օրենք էլ կա պետական, որ չափահաս չդառնա, ոչ մեկին իրավունք չունի ոչ մի բան անելու, որտեղ մանուկ է։ Աստծո խոսքն էլ ասում է, քանի ժառանգը մանուկ է, նա ոչ մի բանով չի տարբերում սովորական ծառայից, որ պետք է հաշի վտանգ գնա։ Բայց գալով Աստծուն մեծանալով մի բան ես հասկանում, որ մենք ոչ թե ծառայում ենք ծառայելու համար կամ ստրկացել ենք, ոչ, մեր ծառայությունը արտոնություն է Աստծուն, սիրուց ենք ծառայում Աստծուն։ Մեր այն յուղը, այն սրտացավությունն է դնում Աստված, տեսնում ես չփրկվածների համար սրտացավություն, տեսնում ես աղքատների համար սրտացավություն, ու Աստված սկսում է ցանկություններ դնել քո մեջ։ Բայց քանի որ ապրում ենք այս աշխարհի մեջ, այս աշխարհի դուրը չի գալի, որ մարդիկ Աստծուն են ծառայում։ Ասեմ, սատանայի դուրը չի գալի, որ ապաշխարում ես, դա այստեղ իր դուրը չի գալի, որ դու ծառայես Աստծուն։ Գիտեք, չարը հերթով գալիս է կանգնացնելու։ Իր բնավորությունն է։ Լավ, հասկացանք հավատացյալ ես, մեկ գնարի, 10-րդ չտաս։ Հավատացյալ ես, հասկացանք, մի խորացի, լսել եմ, խորացել են, շեղվել են։ Այդ ասողները իրանք շեղված են։ Լսեք, ես ես կամ չեմ տեսել իրական պաշտող Աստծուն, որ օրտնված մարդ չլինի, որի կյանքում Աստված հրաշքներ չանի։ Ելից գլխում, Ելիցին 3-րդ գլուխ, առաջին խոսքում Մովսեսը մոտենում է փարավոնին ու ասում է. Տերն ասեց Մովսեսին, գնա փարավոնի մոտ ու խոսի նրա հետ, թե եբրայացիների Տեր Աստված այսպես է ասում. արձակի իմ ժողովրդին, որ ինձ պաշտեն։ Պաշտել բառը նույնպես ծառայել բառն է։ Աստված ասում է, գնա փարավոնին ասա, փարավոնը խորհրդապետքերը չարի սատանայի, որ գնա ասա, բարձակի իմ ժողովուրդը որ պաշտեն ինձ։ Գիտեք, ես ելիցը որ կարդում ես, մինչև որ կարմիր ծովը կբացվի ու թշնամին փարավոնը իր զորքով կմնա ջրի տակ, մի քանի անգամ փարավոնը գիտեք ինչ առաջարկում, դու ծույլ եք, որ ուզում եք եթե պաշտեք Աստծուն։ Արդ հավը չեք ուզում, աշխատեք, հավատացել եք, գիտեք ամեն ինչ անում որ մեզ անարգի։ Բայց Աստված մեզ չի կանչել ծուլության, Աստված կանչել է երկրպագությունով գնանք աշխատենք Աստծուն։ Հետո սատանան գիտեք ինչ առաջարկում, լավ, գնացեք, ձեր երեխեքը թողնա։ Լսեք այս խոսքին, դուք գնում եք, այս 4 փեքին ուրեք տանում այս երեխեքին։ Լսեք այս արտահայտություն։ Լավ, հասկացան գնում ես, հերիքը ամեն օր եթաս։ Գնա, բայց գոնե փող չտաս։ Գիտեք, Մովսեսն ասեց, մի կճղակ էլ անգամ չենք թողելու ստեղ։ Մենք ինչ ունենք, մեր մեծերից, փոքրերից, ամեն ինչով մեր ֆինանսներով պետք է գնանք ու Աստծուն պաշտենք։ Իհարկե, սատանան միջև վերջ դիմադրում էր, որ չթողեր, բայց Եգիպտոսում, երբ որ աղետ եղավ, երբ որ փարավոնի ու սաղ եգիպտացիների առաջնեկները մահացան, ու գիտեք զարմանալի որն էր, մենակ հրեաների հետ ոչ մի բան չէր ելնում։ Հրեաների տան դրամդիկների արյուն էր քսված, գառան արյունը, որ խորհրդապատկել է Հիսուսի, ոչ մի բան չէր ելնում։ Մենակ բոլորի մոտ աղետ էր ելնում, իրաց մոտ աղետ չկար։ Ու դա նորմալ է, տես պետք է լիներ։ Բայց մի օր գոնե հարցնեն ո՞նց է ձեր մոտ ստացվում է, իրենք պայքարում էին Տեր Աստծո դեմ։
Դու Եհովան ով ասում որ թողեմ։ Նա ով է։ Գիտեք իմիջիայլոց ասեմ պատմական տվյալներ կա, որ այս Եգիպտոսի թագավորը ոչ մի պատերազմ չի պարտվել, բացի Աստծո հետ պատերազմելուց։ Ոչ մի պատերազմ չի պարտվել։ Պատմական տվյալներով։ Մենակ Աստծո հետ պատերազմելուց ծովը կուլ տվեց իրան։ Մնաց ծովի տակ։ Մինչև հիմա մասնագետները ծովի տակ գտնում են անիվներ, կմախքներ, մինչև հիմա այլ պեղումները ցույց է տալի կարմիր ծովի տակ։ Ես մեկ-մեկ հումոր եմ անում, մեկը գնում է կարմիր ծով հանգստանալ, ասում նա դել Մովսեսի պես կարած բաց է աղբեր կարմիր ծովը, հումոր ենք անում։ Բայց այսօր խոսալով ծառայության մասին, զշերներ, ուզում եմ ասեմ, ով կարա ծառայ Աստծուն, ինչ կարգավիճակում կարա ծառայ Աստծուն, արդյոք քույրիկները կարան ծառայեն, արդյոք փոքրերը կարան ծառայեն։ Ես այսօր կապացուցեմ, որ մեծից փոքր կարան ծառայենք Աստծուն։ Գիտեք, կրոնը ամեն ինչ անում, որ քույրիկները չծառայեն Աստծուն։ Կրոնական մարդիկ ասում են քույրիկները մենակ թող մանկական անեն, ու մենակ ճաշարան, մաշարան երկեն, բայց Աստծո խոսք, ինչ դևեր քշեն, վայ։ Բա հիվանդի համար աղոթեն, ասեցի մի հատ կրոնական հետ մեր վիճում էի, ասեցի, ես խոսում էինք, ասի դու կարդացել ես նոր կտակարանում ավետարանը, ասում հա ոչ չեմ կարդացել, Հիսուսի առաջադրանքը կարդացել ես։ Ասեց որը, ասի Մարկոս 16-ում նա ինչ ա գրած, 16-րդ գլուխ, Հիսուսի բերանից դուրս եկած խոսքերն է, ոչ Պողոսն ասում, ոչ Պետրոսը, կոնկրետ Հիսուսն ասում Մարկոս 16-15-ում։ Ես ուզում եմ բացեմ այդ տեղը, բայց այսօր չգիտեմ ուզում եմ պատի վրա կարդամ անդադ։ Հալելույա։ Եվ նրանց ասես գնացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեք ամենարարածի։ Հիմա մենք կանգնենք։ Ամենարարածի մեջ քույրիկներ մտնում ա թե չէ։ Մտնում ա թե մենակ եղբայրների մասնա։ Ամենարարածի, լավ, ուրեմն գնանք առաջ։ Հետո ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի, ով որ չհավատաց կդատապարտվի։ Սա խոսում է համ տարբեր սերերի մասին, համաձայն եք իմ հետ։ Ով որ հավատաց կփրկվի, ով որ հիմա լսեք հավատացողները ինչ է կատարում։ Նրանց էլ որ հավատացին այս նշանները կհետևին, իմ անունով դևեր կանեն, վաու։ Էդի չասեք են կրոնական եղբայրների։ Նոր լեզուներ խոսեն, հետո շարունակում օծեր վեր կառնեն, եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռ կդնեն, նրանք կառողջանան։ Հա, այսի ծառայություն չի, հիվանդի վրա ձեռ դնեն աղոթեն, դևերին քշեն։ Նենց որ քույրիկներ կարակ ծառայեք Աստծուն։ Ամեն ինչով։ Հիմա մի հատ տեղ պատմություն եմ ուզում հիշեմ, լսեք, բայց այսօր ուզում եմ խոսամ նույնպես շիճիշտ սրտով ծառայելու Աստծուն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, հիշում եք Նեհեման ասորին, որ եկավ Իսրայելում մարգարեն ասես գնա 7 անգամ Հիսուսի Հորդանան, հիշում եք ով էր իրան ավետարան քարոզել։ Մի հատ փոքր աղջիկ, որին գերի էին վերցրել, տարել էին գերության, ու աշխատում էր մեկի այդ Նեհմանի կնոջ մոտ ինչ-որ տնտեսուհի էր, ինչ-որ մի բան անում էր։ Բայց ինքը իրան գերի չէր համարում, ինքը համարում էր ամենակարող Աստծո դուստերը։ Ու գիտեք ինչ ասում։ Երանի Նեհմանը իմ տերը գնա Իսրայելի ու մարգարե կա, որոնց բժշկվի։ Իսրայելի Աստված կա, կբժշկի։ Ու հետո մա դու ինչ ավելի ախորը բան ասեմ։ Մեկ հատ ելեք ես աղջիկը անշահախնդիր ուզում է իր ղեկավարը բժշկվի։ Հեչ մտածել եք այն օրհնությունները, որ Եղիսեն չընդունեց, այն օգնականը մեր երկու բան ուզում էր պոկեր։ Հեչ մտածել եք ուր գնաց այդ օրհնությունները։ Մի բան ասեմ, արդու չասեք, այն աղջկան գնաց։ Հալելույա։ Գիտես, երբ որ դու անշահախնդիր ծառայում ես Աստծուն, Աստված գիտի աղջիկը մտքում էլ չի անցնում, ինչ ես կարծում, այդքան բեռնավորված են նորը եղբայրները պատմեն ինչ ոսկիով էր եկե, հեչ մտածում սուր գնաց, հետ գնաց, իսկ ինչ ես կարծում այն աղջիկը կյանքում բան կփոխվի իհարկե կփոխվի։ Երբ որ դու չերևացողում, բաներ ես անում, ոչ մեկ չի գնահատում, իմացի մեկը կա, գիտի ոնց քեզ գնահատի։ Գիտի ոնց ուրիշի օրհնությունը փոթի քո վրա։ Սերնես Աստծուն Աստվածը շուգրացը մեծից փոքրից պետք է ճանաչեն։ Մեծից փոքրից պետք է երկրպագեն, մեծից փոքրից պետք է պաշտեն։ Գիտեք ես Աստվածը շու նայելով կարդում եմ փոքր Սամուելի հետ Աստված խոսում է, պատանիների հետ, երիտասարդների հետ ամեն տարիքում խոսում է։ Ու երանեք ես որ պատանի երիտասարդ տարիքում ես վերապր Աստծուն, ամբողջ կյանքդ օրհնված կլինի։ Գիտեք նորը կենտրոնում մի հատ եղբայր էր, անունը Եղիա էր։ Որ ասում ես ինչ զոր անուն ես ախպեր, դու ասում անենար հավատացյալ ընտանիքում ծնված չլսում հա։ Որ ասում նայում եմ տարիքիդ ախպեր, դու եղբայր դու հավատացյալ չես, դու ասում լուրջ հավատացյալ չեմ, ու եկել էր փոսերի մեջ։ Ու տերը շատ անգամ ողորմել էր։ Որ ասում քո անունն է ինչ անուն է, գիտես անձրև բերող անուն է։ Քո անունը երկինքը երբ ուզում փակում, երբ ուզում բացում է։ Այդ անունը ոնց կարելի է թողես մի կողմ ու կատակներ անես այս աշխարհի հետ։ Չէ՞ չեք օգնես աշխարհից այդ
խաղեր տալուց, ապացուցելուց, դա ապացուցում են, որ իմ Աստված տենց Աստված չի, լավն է, հեսա կանի, լսեք ես մի բան ասեմ, Սեդրակ Միսակ Աբեդնագով ասում են, մենք մեր Աստծուն ենք պաշտելու, ծառայելու, թեև մեզ չօգնի, թեև մեզ չհոգա, մեկը մեռնենք էլ մեր Աստծուն ենք պաշտելու։ Ամեն։ Ոգևորվա էլի։ Հալելույա։ Սելի Աստծո ժողովուրդ, չարը ամեն ինչ անում, որ կմճտի քեզ անպատսի, որ դու լավ կին ես, լավ տղամարդ ես, քո կյանքում մի բան պակաս է, այդ Աստված է մեղավոր։ Սելից եթե Աստված չլներ, հիմա մենք չէինք ելնի։ Ես մի անգամ մի հատ աղջիկ, որ ծառայող էր Աստծուն, արյան ռակից բժշկվել էր։ Իրա այնքան վիրատություն էին արել, փայծախն էին հանել, չգիտեմ ինչ էին հանել, արունը միշտ քաղցկեղ էր առաջանում։ Բայց ես ծառայեց Աստծուն բժշկավ։ Անցնում մի քանի վաղ մի 4-5 տարի մոռացել ենք այդ արդեն թեմաները։ Գալի ասում ես կներես հովիվ հրաժարվում եմ ծառայելուց։ Ասում եմ ինչի։ Ասում եմ կներես հարցեր կանձնական դի շատ աշխատում ես խոսած զգացի որ ձեն չպետք է անեմ։ Ձեն չանեցի հրաժարվավ անցնում մի 6 ամիս մեկ էլ ասում են արյան ռակ է ինքը էլի։ Այ ինձ վատ է ծաներ է տան համար ծառայել չծառայել ոնց կծառայել այդքան էական չէր։ Գնացի Հիվանդանոց խնդրեցի որ մենակ թողեն նստեցի քերոջ անունը հիմա չեմ ուզում տամ ասեցի լսի մի բան ասեմ Արի մի քիչ իրար զրուցենք, վախր բժշկել էր տերը։ Ասում եմ հովիվ միշտ մտքից մեջ ասում է ինչ օգուտ Աստծուն ծառայելը։ Ինչ օգուտ կա։ Ամուսնական հարցը չի լուծվում։ Ինչ օգուտ կա, փող չունենք, ինչ օգուտ կա։ Հիմա ուզում եմ օգուտներ ասեմ, անեծքը քանդվում է Աստծո հետևից գնացողի կյանքում։ Գիտես ինչ օգուտ կա։ Այն անբուժելի ցավերը դառնում է բժշկելի քո համար։ Գիտես ինչ օգուտ կա, Աստված սկսում է պատվել քեզ, օծել քեզ, քո շուրթերով հոսել։ Ու կարամ դա շարունակեմ։ Գիտեք սատանան ամեն ինչ ուզում է համատի։ Սրա կյանքում եղավ, քոնում չեղավ։ Լսի այն ինչ որ իմ համար է պատրաստված։ Ես չեմ ուզում ուրիշինը։ Ես ուզում եմ իմը, որտեղ տեղ եմ օրհնված լինելու։ Իմացի Աստծուն ծառայող օրհնված մարդիկ են։ Իմ համար էս երկրի վրա ամենալավ տեղը երկրագնդի վրա Աստծո խոսք խոսալու րոպեներն է։ Դրանից լավ տեղ չկա։ Կապ չունի որտեղ լինի։ Ամենահաճելի տեղը, ամենաօրհնված տեղը լինի Երևանում, Մարտունիում, Աբարանում, Գլոբուսի որտեղ ամենահաճելի տեղը Աստծո խոսք խոսալու վայրն է։ Դու այստեղ ես։ Եթե կասկածում ես, փորձի, հենց գնա վետարան քարոզի։ Գիտեք քեն շատերը տախոր ման գալու։ Որտեղ ավետարան չեն քարոզում։ Այն որ 90 տարեկան մոտավորած տատի ապաշխարության բերեցի։ Հովներով գնացել ենք այդտեղ Կարնի գոմեր քյաբաբ ուտելու, հետո կպանասին ես տան մեջ լավ պանիր են վաճառում, պանիր ասի լավ առնենք։ Հիմա գնաց տեսանք մոտ 90 տարեկան տատյա չի լսում, գոռում ենք, ճովում ենք, պանիր, բանս։ Վերջ մի կերպ հասկացավ, հարսին կանչեց որ պանիրը վաճառի, ասում տատի ջուր ունեք թե դրսում կռան, չի լսում, ասում ջուր, ասում արի թանք մեր տուն տամ։ Ականջին ասի Հիսուսին գիտես, նա քեզ սիրում է։ Վայ, մերնեմ Աստծո, ասի արի դու ստելիկ հովիվ, ասես Մելակ Հիսուսին հուսիս էր ասում, հուսիս էր ասում, վերջ ասում է ոչ չասա, Հիսուս ների մեղքերը, ու ապաշխարեց, ասում է գուցես տատի վերջորն էր, այսօր եկանք ստեղ, բայց նենց ուրախություն եկավ, հալելույա, սելիս, ուր գնում ես ավետարան քարոզի, ուրախությունով կլծվես, Աստծուն ծառայելը դժվար բան չի, հարևանիդ ավետարան քարոզես, դա ուրախ արդեն ծառայություն է, 10-րդ ես տալի, ծառայություն է, երկրպագում ես, ծառայություն է, ծառայի Աստծուն ամեն ինչով Բաղորիզնի շատ են ուզում, ուրեմ կարողությունը կշատանա։ Լսեք, ես մի բան ասեմ, ես կուզեմ 100 հոգու պատիվ տամ, հետո այդ 100-ը շնորհակալ չլինեն ու 1000 հոգու սկսեմ պատիվ տալ։ Գիտեք թե հարցը որն է, Տեր ինչքան կարողություն կտա ինձ, դու շատ տա, ես էլ շատ տամ։ Թող շատ օծի, ես էլ շատ փոխանցեմ։ Պատկերացնես ես մուննաթով ասեմ, այսքան քարոզեցի, մեկը չկա ինձ քարոզի։ Այսքան աղոթեցի, մեկը չկա իմ համար աղոթի։ Լսի, պարքևը, պատկերացրու դու ֆինանսական առատության մեջ ընկնես, զոհաբերես, այսքան տվեցի, այսքան էդի տաղանդա քո մեջ, պահի այդ որակը, դու արա։ Գիտեք այն աշխարհի ձևը չի, ես հյուրասիրել եմ, թող իրենք էլ հյուրասիրեն։ Լսի, ես տաղանդ ունեմ հյուրասիրելու հնարավոր եմ հայ ես կանեմ, թողան ուտեն։ Թողան կերակրվեն։ Իմ մեջ տաղանդ է ուրեմն դրի Աստված։ Ես իմ օրինակի վրա եմ բերում, բայց ընդհանուր բոլորիս է վերաբերվում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես ում գնանք առաջ, մեր Աստված զորավոր է, սելներ։ Սելի Աստծո ժողովուրդ։ Ես ասում եմ քեզ մի բան ասեմ, Աստծուն ծառայողը, գիտեք հոգևոր աշխարհում ինչի է նման, մեն բարձրակարգ մարդու, որը նվիրվել է Աստծուն գնալու։ Ծառայելը գիտեք ինչի նման է, որ դու պետք է ես կալքի բերես, որ պետք է առաջ միգուցե չսափրվեիր, բայց Աստծո համար սափրվում ես։
Առաջ միգուցե հայլու մեջ քեզ երկար չնայիր, բայց հիմա սկսել ես նայել, որտեղ Աստծուն ես ներկայացնում։ Առաջ միգուցե ոնց ուզեիր խոսայիր ժարգոնով, հայոյանքով, բայց որ եկել ես Աստծուն հասկանում ես, դա Աստծու վայել չի, որտեղ դու Աստծու ծառա ես ներկայանում։ Գիտեք, երբ որ գնաս մի հատ մեծահարուստի ծառայի հանդիպելու, չես տենա կեղտոտ շորերով, ես յուղոտ գոկնոցով, մոկնոցով եկավ դեմդ դիմավորելու։ Համաձայն եք իմ հետ։ Մտքում եք պատկերացրեք այդ մեծահարուստ ու գնում ես իրան հանդիպի, ինքը ասում է իմ օգնականը կհանդիպի քեզ, իմ ծառան։ Ինչ եք կարծում, կեղտոտ մեկն է ելնելու։ Ոչ, մենք Աստծո ծառաներ ենք։ Գիտեք Աստվածաշունչը ինչա գրած, Սողոմոնի ծառաների նստելն ու վերկենալը Սաբայից մի հատ թագուհի երեք, աֆրիկական մի հատ քաղաքից։ Սաբայի թագուհին եկավ, տեսավ նստելն ու վերկենալը, ասում է, ուշ կգնաց ուրավ։ Իսկ նոր կտակարանում ասում է, մենք ավելի փառավոր ծառաներ ենք, քան թե Սողոմոնի ծառաները։ Դուք այստեղ եք։ Ալելույա։ Աստված նոր կտակարանի առամատ ավելի է ուժեղացրել օծությունը, յուղը, հոտը։ Շնորհքը նոր կտակարանում փառավոր է ծառայությունը, քան թե այն ժամանակ հատուկեն մարդիկ էին, բայց նոր կտակարանում բաց է այդ վարակույրը բոլորի համար։ Բոլորս կարանք ծառայենք Աստծուն։ Սերից եթե սատանան ուզում է իշացնի, ասում է, դու գիտես աղախտին ինչեր ես արել, դու ոնց ես ծառայում։ Դու ասել դու հիշում ես որ ժամանակին 2000 տարի առաջ խաչի վրա Հիսուսը ինչ արեց։ Հենց չար ուզում է քեզ հիշացնի շուտ բան, դու իրան հիշացա։ Ասել 2000 տարի առաջ հիշում ես որ Հիսուսը խաչի վրա մահացավ հարություն արավ։ Կարծես հենց մի գինեմ երկու բան ասեմ նոր կեցած։ Հիշում ես որ Սուրբ Հոգին եկավ իր ազորությունով։ Ես քեզ հիշած ինձ վրա աստծոծությունն կա, քանդելու քո գործերը։ Հետո ասա հենց մի վրա ասեմ երկու բաներ ասեմ։ Գիտես որ Հավիտյան կրակի լճում վառվելու է սատանա։ Քո դևերով դու պարտված ես ինչեր ուզում ես խոսած ցավացնես դու պարտված ես ժողովուրդ հենց ուզում ես Աստծո համար մի բան անես սա աշխարհ խառնում է իրար լսի Աստծուց պին բռնվի քայլի առաջ աղոթի Տեր ես ուզում եմ քո տան մեջ մի բան անեմ քո տնից դուրս մի բան անեմ մեզ անպայման չի շենքի ներսում անենք մենք դի ավետարանը տարածողներ ենք կապ չունի պարգևով ես մարգարե ես կանչված ուսուցիչ ես փառաբանող ես ամենտեղ մենք ավետարանը պիտի վկայենք ամեն ժամանակ մեկի համար հոգ տանենք։ Գիտեք ինչա գրված։ Ով հիշում ես տեղը։ Ես եմ ձեզ ընտրել ու ոչ թե դուք եք ինձ ընտրել։ Հիշում ես այդ տեղը։ Ու գիտեք ինչա գրված։ Եվ ես ձեզ ընտրելեցի, դրեցի, որտեղ դրեց։ Եկեղեցում։ Հետո որ գնաք, այսքի եկեղեցում սնվեք ու գնաք։ Պտուղ բերեք ու հետևեք այդ պտուղը մնա, ինչ որ խնդրեք իմ անունով, տա ձեզ։ Դուք այստեղ եք։ Մենք այդում բերում ենք, կիսա թողում գցում ենք ու թե ինչ ուզում անի։ Ասում խնամ եք որ մնա, դրանից ինչ որ խնդրեք իմ անունով, կտրվի ձեզ։ Ամեն։ Ալելույա, Հովհաննես ավետարանում է գրած։ Սերներ, ասեմ ձեզ, Աստվածաշունչը արտոնություն է տալի ծառայողին։ Գիտեք ինչ ասում։ Եկեք Ելիցից կարդանք, հենց Ելիցից սկսած ասում։ Ելից 23, 25 Ելից 23-25-ում նայեք ինչա գրված։ Եվ ձեր Եհովա Աստծուն պաշտեք, եւ նա կորտնի քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո մեջից հիվանդությունները կդարձնեմ։ Դուք այստեղ եք։ Եթե պաշտես քո Աստծուն, պաշտել նշանակում է ծառայել։ Ես կորտնեմ քո հացն ու ջուրը, ու հիվանդությունը երկար չի մնա, կգնա։ Չի ասում չհնարավոր չի գա։ Ասում կդարձնեմ, գերացնեմ։ Մենք գնացնենք մի հատ Աստծո ծառայողություն ջրի հարցը խնդիր ուներ, սարել էր ամբողջ համակարգը։ Մտածում ենք գարել կերպով տակածնենք, պաջեզդից այդ մուտքի մասից ծառայել էր, ու մենք իրես աղոթք հիշա։ Աստեր դու ասել ես կորտեմ քո իմ ծառայողի հացն ու ջուրը օրտնված չի ես մարդկանց։ Ջուրը սարը, մեկ է ջրը սկսես գալ։ Լուրջ եմ ասում, այդպես մարդիկ կային։ Չգիտեմ խիտ աղոթք արեցի, այդ աղոթքը դες մտածում ես ո՞վ է ջրի համար աղոթում հիմա։ Բայց Աստծոս ասում է ես կորտնեմ հացն ու ջուրը ու քո մեջից հիվանդությունը կդարձնեմ ով որ ծառայում Աստծուն։ Դու պիտի ամեն ինչ անես, կասես, բայց ծառայություն չեն տալի։ Սերից ծառայությունը բաց ավետարանը գնա քարոզի։ Գնա քարոզի ասա հովիվ եկել եմ ասեմ մի հատ ընտանիք փրկվեց։ Եկել եմ ասեմ մի հատ ընտանիքի հետ աշխատանք եմ տանում։ Կբերեմ եկեղեցի, կհետևեմ որ իրանք մնան։ Ու դրանից հետո ասում եմ որ մնան, ինչ որ խնդրես։ Կտրվի քեզ։ Հալելույա։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Դու հավատում ես Աստծո խոսքին։ Հալելույա։ Արեք կարդանք Հովհաննես ավետարան 15-16 Հովհաննեսի ավետարան ոչ թե դուք ինձ ընտրեցիք ով գիտի որ ինքը չի ընտրի Աստծուն Աստված ընտրել
Այլ ես ընտրեցի ձեզ, որ եւ ձեզ դրի, այս դրի բառը հիմա միշտ հետաքրքիր, որ դե դրեց։ Աստծո տան մեջ դրեց մեզ։ Հա, որտեղ Աստված իր եկեղեցին է կառուցում։ Եվ ձեզ դրի, որ հետո այդ որի արանքով կրթվես, մի քիչ որակավորվես, որ դու գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք, իմ անունով տա ձեզ։ Հալելույա։ Հենց խնդրելու բան չունեք։ Դե չունեք, կարակ մեր համար խնդրեք։ Հալելույա։ Աստծո համար ինչ-որ բան ես, գնաս պտուղ բերելու, գիտեք պտուղ բերելուց նույնպես որն է։ Ես դեռ վերականգնողական կենտրոնում էի խոսում, որ Աստվածս մեզ եկա այդ այգու քարերը հանեցի։ Կողքերը ցանկազում էի զաբոր ասեի, արդեն ինքան ռուս ցանկապատեցի, ասում լավ պտուղներ տնկեցի։ Բայց սպասեցի որ խաղող բերեն, բայց ուրիշ բան բերեցին։ Գիտեք Աստված ուզում է պտուղ բերել, գիտեք որն է, թողես ինձ ձևով ապրելը, խաբելով, ֆռստելով, սուտ խոսալով։ Գիտեք սուտ խոսալը սուտ դառնա ամենամոդայիկ բանը։ Գիտեք ոնց են սուտ խոսում։ 90%-ը ճիշտ է, բայց 10%-ն է սուտ։ Հիմա ոնց որ այստեղ Մարտունիում ծառայում եմ, ես չգիտեմ մոտարապես ինչքան մարդ կա նստած, 35 հոգի կամ ինչքան։ Գնամ Երևան, ասեմ Մարտում լավ ծառայություն արեցի, 100 հոգի մարդ կար։ Գիտեք 90%-ը ճիշտ եմ ասում, որ ծառայել եմ Մարտունում, լավ ծառայություն էր, բայց 100 հոգի չկար։ Գիտեք սուտը որն է, որ 90%-ը միգուցե ճիշտ լինի, բայց սուտ ես խոսում։ Քեզ արդարացնելու համար տակից դուրս գալու։ Ավելի լավ չես, ոնց կանես, կարաս ապաշխարում եմ։ Հիմա մենք խնդրանք ունեմ ժողովուրդ։ Բոլորիս է վերաբերվում։ Երբ որ դու միտեղ հեշտ չափազանցնում սուտ ես, ամենտեղ նույնն ես անելու։ Գիտեք իմ կյանքում դրանց տենց հարցակում ա եղել վրա դրանց, բայց ես դրա դեմ պայքարել եմ, էլի իմ պայքարով որ մի տոկոս կատակյով չվեճավ։ Գիտեք կատակ ուրիշ է, բայց ուրիշ է լուրջ հարցերում ու դու սուտ ես խոսում։ Ամեն։ Այնքան կարևոր է որ մենք պտուղ բերենք Աստծուն։ Պտուղ մենակ ես չեմ խոսում մարդ փրկելով, դա էլ է պտուղ։ Նույնպես պտուղ է, որպեսզի մեր ներսում փոփոխություն տեսնի Աստված։ Որ մենք մեր պարգևի մեջ ենք բարձանում, որակների մեջ ենք բարձանում։ Ամեն։ Ու մի բան էլ ասեմ, գլուխ գովար պետք չի, եսին պտուղն է, այնի պտուղն է, լրիվ Աստծուն է պատկանում։ Թող քո կյանքում խոնարհությունը նա է, որ չես ասում, ես չլենք փրկվողը չէ, ես չլենք, ես լսի, դու չլներ ուրիշը կլներ, ինքը պետք է ծառայեր Աստծուն։ Հիշի, ես չլնեմ ուրիշը կծառայի իմ տեղը, դու չլնես ուրիշը կծառայի, երբեք քո անձը մի բարձրացրու, թող Աստված բարավորվի։ Գիտեք Հիսուս ինչ ասում, ասում հայր ում տվեցիր, պահեցի, չի ասում իմ պտուղը ես արի, ես չլնեի չերելնի։ Գիտեք Հիսուսը վերագրում է մարդկանց խորը, բայց գիտեք մարդիկ ինչ են ասում, իմ պտուղն է, այնքան ասում իմ պտուղն է, վերջում կռվում են, պտուղից բան չի մնում, իրար իմ երեխեն է, իմ պտուղն է, մի օր մեկը ասենց իմ երեխեքն են, արաս երեխեքդ քեզից մեծ են, ինքը 40-ները իր երեխեքը 60 անց էին, ասի երեխեքդ քո իսկական էր, գիտեք մեծ խոսալը լավ բան չի, իմ երեխեքն են, իմ պտուղներն են, Աստծունն են ու Աստծո երեխեքն են, կարանք մի թմից լնենք, մի թմով, բայց իմ երեխեքը չեն, հալելույա, հա կարող է մեկ ասի դու ինձ հայրություն ես արել, այդ օծությունն է անում, դա մարդը չի, դա Աստծո օծությունն է, որ փառքը Աստծուն է պատկանում, գիտեք ծառայելուց ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ոչ թե մեր գլուխ գովանք հայտարարենք տուտ ծանացի ծառայեցի։ Գիտեք մի հատ քույրիկ կար եւ իսկ դերնոց 5 հոգի փրկեցի, խաբարես, ասում եմ, հա, շատ լավ է։ Եվ դեռ մեր 6 հոգի հիմա, հիմա 2 հոգի, ամեն աշկս էր մցել, ասում եմ, հիմա ասելու նպատակը ո՞րն է։ Օծողը ինքն է պատասխանողը իր խոսքին։ Ես չեմ կարող իր տեղը պատասխանել։ Ոչ քեզ կարամ օծեմ։ Ոչ է կարամ կյանքդ փոխեմ, գնա իրան պատմի։ Գիտեք ժողովուրդ շատ անգամ դրդապատճառ կա, խես ուզում մարդ փրկվի։ Մեծ հարց եմ ուզում տամ։ Քո միջոցով։ Եթե ուզում ես երկինքի արքայություն լսնես Աստված ուրախանա ու քեզ օրհնի, դա շատ լավ դրդապատճառ է, բայց որ ուզում ես պատմես ամենտեղ դու ինչ արիր։ Վա, դա լավ չի, դա վերջի անգամ կլինի։ Իմ միջոցով բժշկվան, ես գնացի այս ձախ ձեռս դրի թե աչքս։ Մի օր մեկ քուրիկ ասեց, գիտես իմ ձեռի մեջ ինչ զորություն կա, ու վրա դնում եմ Ինչ որսոքու ապտակել էր, ճամփել էր եկեղեցուց, մի հոգի բժշկվել էր իբրև, սիրելիս, եկեք փառքերը տանք Աստծուն։ Ամեն։ Հալելույա։ Ասեմ ձեզ,
Ծառայողին Աստված սրբում է, որ ավելի պետքաբեր լինի։ Ծառայողին Աստված սկսում է սրբել, օրհնել, որ ավելի պետքաբեր լինի։ Հալելույա։ Ես մեզ սատանան ինչ ասում, ես կծառայեմ տնից հերիքա, կնիկ ես թող մնա ճաշեփի։ Պեչ։ Որ կնիկ ես մնաս ճաշեփելու, մի օր քո ճաշը կեփի։ Ու տակից դուրս չես գա։ Իսկ որ կինն է ուզում ծառայի, մարդը ստո չծառայի, դու աշխատի շատ, մի օր մարդը դենց կաշխատի, որ լավ կաշխատի, ու շատ լավ կաշխատի, ու տակից դուրս չես գա։ Սիրելիս ասեմ, այսպիսի մի արտահայտություն կասեմ այն առաջին Աստված, երկրորդը ընտանիքս լսի առաջին Աստված ու միշտ բարձր Աստված, ու երկրորդը ծառայողական ընտանիք Աստծուն պաշտող։ Հալելույա։ Մեր Աստված զորավոր է։ Ես այսօր վերջում ուզում եմ աղոթել, որ ամբողջ ընտանիքով ծառայենք Աստծուն։ Հալելույա։ Ես երազանք ունեմ, որ իմ Սառան ծառայ Աստծուն, Իսահակը ծառայ Աստծուն։ Հիմա Դանիելն ու Աննան ծառայում են, բայց հիմա ժամանակն է Սառան ուժեղ ծառայ Աստծուն ու Իսահակը։ Փառք Տիրոջը, ու իրանք եք ծառայեն։ Ես որոշել եմ իմ տան աթոռից բռնած Աստծուն է պատանում։ Մարդը ասում է, տունս կտամ Աստծուն, բայց խալին հանգարց չտրորեն։ Այ մարդ թող խալին էլ տրորեն, թափենք, նոր խալի կառնենք, լվալու կտանք։ Ամեն։ Ես մի օր մեկին ասում եմ, ապա սիրուն տներ եք սարքե, բայց մի հատ հավատացյալ չի կարա ձեր տուն գաղոթ քանի։ Մի օր մի հատ քույրիկ մոտեցավ ասում, հովիվ գաղոթեք, որ տան հարց լուծվի։ Մեկի միամիտ sense բան եմ ասում։ Հետո թույլ կտաք ձեր տունը տնային խմբակալին, ասում չի ամուսին չի թողի։ Դե հիմա ո՞նց աղոթեմ, որ Աստված ջան, տուն ամուսինը չի թողել դու գաս այդտեղ։ Աստված ջան, տուն ապեր, բայց իր ամուսինը չի թողել որ դու դե մտնես։ Ինչ է կարծում Աստված մեր խելքին, հա? Աստված մի բան չի անում, որ չի բարավորվելու։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք այդ նոր տունը որ սարքում են, գիտի Աստծուն է պատկանում։ Աստված պիտի որոշի ոնց վարվի, ոնց, ոչ թե մի երկու հոգի պիտի որոշեն ինչ անեն։ Աստված հաճենա, Աստծո ամեն սենյակում Աստծո ներկայությունը պիտի լինի։ Քո տան մեջ չգիտեմ ոնց է, Աստծո տան մեջ պիտի այդ գոտիդ լավ ձգած լինես, զսպված ու շատ զգուշ։ Եթե քո տան մեջ կարաս թուղթը սս ոտով խփես դիվանի տակ գնա, Աստծո տան մեջ պիտի կրանաս, վեկալես ու տանես աղբամանը գցես։ Եկել ակնի տունն էլ տենց վերցնես տանես աղբամանը։ Հալելույա։ Հեսուի գրքում շուշուտ ժամանակ մարդիկ շեղվում էին, գնում էին պաշտում էին օտար Աստծու։ Հեսուի մեջ նայեք ինչա գրված։ Հեսու 24 15 19 բայց եթե Տիրոջ ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն եք պաշտելու։ Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստվածները, թե ամորացիների աստվածները, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք։ Բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Հալելույա։ Ասա ես եւ իմ տունը Հիսուսին ենք պաշտելու։ Տիրոջն ենք պաշտելու։ Հալելույա։ Գիտեք ստեղ ինչ ասում, ձեր հայրերի ասածները եք անելու, թե գետի են կողմի կեղտոտ բաներին եք պաշտելու։ Գիտեք որ Աստվածը շում ասում է, եթե մեկ ուզում է պաշտի ծառայի, թուրանա, մի հորը, մորը, երեխեքին կնոջ, գիտեք չի ասում։ Ու Աստված դեմ չի հարազատությանը։ Գիտեք ինչ ասում, հերդ որ ասի թանք մեր Վարդանի մատաղն է, այդ դեպի ուրանաս, ես մատաղ չեմ ուտում, մեր համար Հիսուսը մատաղ է եղել։ Գիտեք Աստված ֆիզիկապես թողել հեշտ է, բայց ներսի բնավորությունները պետք է թողես, սովորությունները։ Հերդ կռվարարը, դու ես կռվարար։ Հորդ հերը մահացել է 20 տարի, բայց ինքն է նույն կռվարարն է։ Մերը բամբասող էր, ինքն է բամբասող։ Սա նայ, գիտեք Աստծո նպատակը նա է, որ Աստծո կանչի վաղ, Աստված ասում է պետք է գաս իմ ծառայության, ոչ հերդ, ոչ մերդ, ոչ մի բան չի կարող քեզ կանգնացնի։ Հալելույա։ Գիտեք որ Աստվածը շուտ է ասում, եթե մեկ ուզում է իմ ծառայի, թող իր անձը ուրանա։ Ոչ թե ինչ կմտածեն իմ մասին։ Գիտեք իմ ու իրենայի մասին ինչ ուզում էին մտածել բրձել են։ 4-յանից։ Հիմա կարող էլի մտածեն, թող մտածեն։ Հիմա վարի մի հատ կարծիք կա, թե երկնքի Աստված ինչ է մտածում մեր մասին։ Ու ինչ են մտածում Աստծո ժողովրդի մասին։ Թե ինչ հիմա մի երկու հատ բարեկամ զանգի ասել են, ես ինչի սփխեշնա, չի ես կա, ասել եմ չէ, ժամանակ չկա։ Բայց էսի sense, գիտեք, ժողովուրդ, մենք չենք ապրում այս Աստծո աշխարհի դուդուկի տակ։ Մենք Աստծո ասացի տակ ենք ապրում։ Ու Երանի ինձ ու քեզ որ Աստծո ասացի տակ ապրես, ծնողներդ էլ օրհնված կլինեն, սերունդներդ էլ օրհնված կլինեն, ամեն ինչ օրհնված կլինի։
Գիտեք ինչքան մարդիկ գիտեն, որ ամաչում են իր ծնողի համար, որտեվ հարբեցողության է տրված։ Ամաչում են իր ծնողի համար, որտեվ բանտում է նստած, հանցագործ է դառել։ Ամաչում են, որտեվ վատ կյանքերի մեջ է։ Ես դες մարդկանց շատ եմ հանդիպում։ Վերականգնողական տարբեր տեղեր։ Բայց Իրանին է որ Աստծուն է պաշտում, իր երեխեք իրանից չեն ամաչելու։ Ասել են իմ ծնողը պաշտում Աստծուն։ Հալելույա։ Գիտեք իսրայելցիք որ ասում են մենք Աբրահամի սերունդն ենք, գիտեք այն Աբրահամով պարծենում, որտեղ Աստծո ընկերն էր Աբրահամը։ Հալելույա։ Երանի քեզ դու քո սերունդի Աբրահամը լինես։ Երանի քեզ որ քո թորները քո մասին հիշեն։ Ու քո ասածները քո սերունդը փոխանցի։ Գիտեք Աբրահամի համար ինչ մի ուժեղ բան ասում Աստված, ես իրանից ծածուկ բան չունեմ, ինչի, որտեղ ասում եմ իմ ասածները փոխանցելու է սերունդներին։ Դուք այստեղ եք։ Ասում ես իրանից գաղտնիք չեմ պայի, իմ ընկերն է, ու պատճառը ասում եմ ինչի է իմ ընկերը, որովհետև իմ ասածները կփոխանցի սերունդներին։ Ալելույա։ Սերես ասում եմ քեզ նախանձավորության գրգռեմ, ծառայողին Աստված հատուկ պատիվ է տալի։ Մարդու չասեք, բայց ծառայողին հատուկ է պատվում Աստված։ Գիտեք կան սպառողներ, կան արտադրողներ։ Սպառողները ինքան շատ են, բայ, արտադրող չկա։ Սպառողները շատ են։ Հիշում եք այն տեղը, որ ասում է 10-րդ տարեկան տու, որ իմ տանը պաշարել է, հիշում եք։ Որ հիմա գիտեք, որ մենք իր տունն ենք։ Ու ասում եք ես հարց է տալի, պաշար կա մեջդ։ Ինչ պաշար։ Բերան, բացես ավետարանը հոսի։ Սովացին է, Աստծո խոսքով կերակրես։ Ոչ միայն ֆիզիկական հացով։ Դու Աստծո տուն ես, հեչ մտածի, իմ տանը պաշար կա, թե չէ։ Ես առանձնացված ժամեր ունեմ Աստծո հետ, առանձնացված օրեր ունեմ Աստծո հետ, որտեղ ես Աստծո տունն եմ, պետք է պաշար ունենամ։ Կարող եմ միտեղ մեծ հանգամանքի առաջ ընկնես ու մի 10 հոգի հարց տանք ես, դել է պատմի քո Աստծո մասին։ Չասես, կներեք այսօր չեմ կարող գնամ, եկեղեցի մի ծառայող կանչեմ թողա։ Լսի, դու Աստծո տուն ես, դու միշտ պատրաստ պետք լինես ավետարանը քարոզելու։ Դու միշտ պատրաստ պետք լինես տարածելու ավետարանը, շուկայում լինի, տարբեր տեղերում, խանութներում, եւ այլն։ Գիտեք իմ կյանքում եղել է դեպք, որ գնացել էի թաղում, ցավակցելու։ Շատ թաղումներ եմ գնացել, բայց այդ վաղ նոր հավատ էի։ Նոր էսքի հավաքություն երևի չի անում։ Մի հատ եղբոր գնացինք, մի հատ հավատացյալ եղբայր, որը կոմունիստական ժամանակներում հավատքի մեջ էր եղել, հետո հետ էր կանգնել, եկավ հավատացյալ էր ման գալիս։ Ու մեզ ասեցին տեղը, երկուսով գնացինք։ Գնացինք, խոսացինք, ուրախացավ, ասես լացել, ասեց ես հետ եմ կանգնել, թողի գնացել եմ ուրիշ երկիր, վախեցել եմ հալածանքներից։ Կոմունիստների ժամանակ հալածում էին։ Վերջը 90-ականների վերջներ կամ 2000-ի սկիզբը գնացից եղբայր վաղը մենք համար ծոմ կվեգանենք ու կգանք էլի։ Ծոմ ենք վերցնում, որ գնանք դու մի ասել գիշեր գնացել ենք մահացել է։ Թե որ գնացինք ես էլ կարմիր սարոշկայի հագել, վերնաշապիկ կներեք հայրեն։ Գնացի եղբայր գնանք ծոմով աղոթ ենք, բայց ասին արդեն մահացել է, այսօր երեկոյան իր հոգի հանգիստն է։ Գնացինք աղբոր տուններ աղբերն էլ դեմ էր, հավատքին այդ աղբերը տուն չուներ, եկել է աղբոր տուն, իր ընտանիքով ժամանակով որ հիվանդ էր ընդունել, բայց Աստծո չէր ուզում լսել, որ մենք այնտեղ էինք ջղայնանում էր, գնում մտնում էր, ջղայնացած դուրս էր գալի մտնում էր, բայց որ աղբոր պատճառով զեն չէր անում։ Գնացինք թաղմանը, որ ցավակցենք, գնացինք ցավակցեցինք, ման մի քիչ Աստծո օքին ասեց, «Ստեղ հիմա ավետարան դի կարծես»։ Ու գիտեք ինչ, 4 գյուղում այդ տները այնքան մեծ էր մի ժամանակ ցալքում, որ հարսանիքը տան մեջ անեն, ուսախ տան մեջ էր, այսինքն զալեր էին ցալքում։ Հիմա է որ փոխել են ձևը։ Որ ասեց ես հետից եղբոր ասի հիմա պետք է ավետարան քարոզեմ, ստե Աստված ուզում է, ասես արեց, խաչիկ եղբայր, բայց աղբերը դեմ է տանտերը։ Ասին աղբորը կանչի, եկավ, ասեց եղբայր դու հիշում ես որ քո աղբերը հիվանդ վաղ ասում էր երկեք, Աստծո երկեր երկեք, բարաբան ենք, դասում էր ասեց հա, ասի մայսի վերջի հրաժեշտն է քո աղբոր։ Ու Աստված ուզում է որ ես քարոզեմ, չխանգարես ինձ։ Ասես չեմ խանգարես, դուրս եմ գալի։ Դասի դու դուրս արի։ Դուրս եկավ այդ բանակային տեղեն էր եկել այդ մարդու, ու կինը լացում էր դագաղի մոտ։ Վեր կացա ու ձեռը սկսեցի խփել դագաղին, սենց եմ անում։ Լսում եք ժողովուրդ։ Ու դուբիս դագաղ էր։ Ասի բոլորիդ հերթը հասնելու է։ Ու վախեցան սա։ Ու սկսեցի ավետը համարձակ։ Կարմիր վերնաշապիկով ասում ես Քրիստոսի ծառան եմ։ Մի սովո։ Դե սովորեն հատուկ հանդերձներով լինենք, բայց դե դու միամիտ ես հայտնվեց այստեղ։ Այս ծև վերնաշապիկ չես կարող այդ պահին ճարես։ Գիտեք ավետարանը քարոզեցի, լսեցին, հետո ասի հիմա իմ հետ պետք է աղոթք քանեք, կրկնեք։ Տերունական աղոթք քարեց, հետո Հիսուսի ապաշխարության աղոթք,
ու գիտեք ինչն էր, հիմա ուզում եմ արդեն փառաբանին, այս ուրախություն է եկել, բայց դե թաղման տեղը ոչ էս փառաբանի։ Եկել, ես հիմա եկա, որ նստեմ, չեմ կարող նստեմ։ Այս եղբոր ասում եմ, ավտոյի բանալիները դու արի գնանք դուս գնացինք, նստանք ավտոն հիմա ու չեմ ցնցում, ասում արի հերոյ թանք ավտոյի ձենը գա։ Գիտեք, այնից ուրախություն էր եկել, ժողովուրդ, համ այդ մահացողը գնաց երկինք, ապտե ապաշխարություն, չգիտեմ, հիմա ով ապաշխարեց, չապաշխարեց, չէին նայում, բայց գիտեք ինքան ուժեղ էր։ Սերից պատրաստ էր Աստծո համար։ Պատրաստ եղի, որտեղ գցեն ավետարանը քարոզես։ Պատրաստ եղի, դու չգիտես որ վաղ ինչ կլինի։ Հովի Վարդուրի քարոզն էի լսել, որ բոլորի հերթի մեջ են, բոլորի հերթը հասնելու, ես էլ քարոզը վեկալած էլ այդ թաղմանը կանգնա։ Ասի բոլորի հերթը հասնելու է։ Միակ հերթն է, որ ոչ մեկ չի ուզում հասնի, բայց գալու է հերթը։ Գիտեք, հայերը սիրում են ամենտեղ հերթը առաջ գցել։ Բայց մի հատ հերթ կա, որովհետև ոչ մեկ չի ուզում հերթ առաջ ընկնի, բայց մնացած տեղերում հայերը պրոֆեսիոնալ են հերթ առաջ գցելու։ Գիտեք, որ գնաց օդանավակայան, ռուսները մի շարքով կանգնած են, օտարի, բայց հայերը 8 շարք կայնած, էսյանից, այնյանից խցկված մտնում են։ Մի անգամ միտեղ գնում էինք ավտոբուսով Թուրքիա պետք է գնայինք, մենք գնում էինք մի հատ եղբոր հետ, ու գիտեք մի հատ տատիկ է, մի 80 կա բերել, չեմ հիշում, քանի մեծ ու անընդհատ ուրիշ մեկ տամոժնի, դե ավտոբուս առանցին չի շարժվի առանց իրա։ Ինքը միշտ ուզում առաջ ընկնի, բրթում ասում, կան թողեք ես, ավելի թողեք ես առաջին եկա։ Այդ մի ցեն չանի, երկրորդ ասի այ տատի, ման ասում առանց մեզ չի գնալու այդ ավտոբուսը։ Մեկը դու շուտ անցնես, ուշ անցնես, միասին են գնալու։ Հնում մենք բրթում չէ, ես էլ ասում եմ տատի մոտ կարելի է մի բան պատմեմ քեզ, բա ինչ։ Ասի ես որ մահվան հերթ եկա։ Ինչ։ Ասի մահվան հերթ։ Վայ, որտես բաներ մի խոսա։ Ասի դե ուզես պիտի խոսամ։ Ստեցի ավետարան քարոզել։ Գիտեք ես մարդիկ ես աշխարհը, չգիտես խի մոլորված շփոթված արագությունով գնում անդունդ։ Մեկ մոռանում է որ մի օր մահը իր դուրն է թերթակելու։ Իհարկե լավ կլինի ծերության վաղ լինի, 90 լնես, 100 լնես, բայց չգիտես մեր ձեռքերում չի։ Սերիս մի անգամ մեր հովիվը մի հատ պատմություն պատմեց։ Շտաբը ստանգում է իր օգնականներին, ասում է շուտ արեք ես ինչ գերեզմաններ։ Ասում է խի հովիվ, ասում արեք մի գերեզման եմ տեսել, զարմացրել է ինձ։ Գերեզմանի վրա գրեք ինչա գրած, կանգ առ մի պահ։ Ու գրածա, լսի, կար ժամանակ ոնց որ հիմա դու ես էլ էի տենց։ Բայց գալու է ժամանակ լինելու ես հենց այնպես ինչպես ես եմ իմ աստեղ։ Ու գիտեք ասում է գերեզմանի քարի գրվածքը իմ կյանքի հետ խոսած։ Ասում օգնականներին կանչում ով ասում արեք դեք ինչա գրած։ Կանգ առ մի պահ։ Հիմա ոնց որ դու ապրում ես, ես էլ եմ մի ժամանակ տենց, բայց գալու է ժամանակ, որ դու լինել ես այնպես, ինչպես ես եմ այստեղ։ Սենց ուզում ես խոսքերով մի բան ասեմ, անտարբեր մի եղի հարևաններիդ, որ նրանք չեն փրկվել։ Անտարբեր մի եղի բարեկամներիդ, որ կորչում են։ Ամեն բաները ավետարանը քարոզես։ Իհարկե դեմ մարդիկ կան, հակառակ կան, սրանից բան դուրս չի կարծես, վրետ ազդելա, բայց այսօր աղոթելու ենք, մտքիդ մեջ պայի մի 5 հոգու, աղոթենք, որ ավետարանը բացվի ինձ։ Գնանք քարոզենք։ Հիշում եք Հրազդանի հովիվ Կարենը, որ խոսում էր ազգին փրկելու համար բարեկամներին։ Գիտեք, մենք պետք է ամեն բան անենք։ Իհարկե մեր սատանան է, մեր թշնամին, նա ամեն ինչ անում, որ մենք հարաբերություն չունենանք հարազատների հետ։ Նա ուզում ասի վերջ։ Իհարկե մենք սատանային քանդում ենք նրա գործերը, բայց սատանան վախենում է ավետարանի խոսքից։ Վախենում է, որ նա պետք է հրաժարվի դրանից։ Կարելի է փառաբանության խումբը թողա։